Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուշուձյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խուշուձյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Սիրով։ Ռուսաստանից ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ մայիսի 9-ին ընթരാճ Կարմիր հրապարակում անցկացվում են զորահանդեսի փորձերը, ռազմական զորահանդեսի փորձերը ՀԱՊԿ անդամ երկրների զորամասերի մասնակցությամբ։ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, բայց հայտարարվել է, որ Ադրբեջանը ներկա է լինելու, մասնակցելու է եւ ավելին զինվորականները արդեն Մոսկվայում են եւ փորձերին մասնակցում են եւ նշվում է, որ բոլոր զինծառայողները Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասնակիցներ են, որոնք արժանացել են բարձր պարգևների։ Եվ այսպես Ադրբեջանը ոնց որ թե հող է նախապատրաստում, պարզ չէ, գուցե եւ պարզապես դա հայտարարություններ են, որպեսզի Ալիևը չմեկնի Ռուսաստան, խոսքը գնում է այն մասին, որ երեք հայտարարվեց, որ հենց Ռուսաստանն է կիբերհարձակման ենթարկել ադրբեջանական լրատվամիջոցներին 20 թվականի փետրվարի 20-ին եւ այսօր այդ շքերթից մի քանի օր առաջ արդեն նրանք ասում են, որ սա ցավալի է եւ հակասում է Ադրբեջան-Ռուսաստան միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ոգուն եւ այսպես Ալիևը պարզ չէ գնալու է թե չէ համենայն դեպս այդպիսի խիստ հայտարարությամբ է հանդես եկել Փաշինյանը կարծես թե մասնակցելու է այդ շքերթին եւ ներկա է լինելու Ադրբեջանի քայլերթին։ Իրականում դա լավ առիթ է, որտեվ չեմ կարծում Նիկոլ Փաշինյանի նախորդ տեղեկացրել են պաշտոնապես, որ այնտեղ ինքը մյուս հյուրերի շարքում ընդունելու է ադրբեջանցի զորամիավորումների շքերթը, հա։ Լավ առիթ է, որ ասի մենք տենց բան չենք պայմանավորվել եւ չգնա, որովհետեւ իրականում մենակ այն, որ հայկական զորքերը այդտեղ շքերթով հանդես չեն գալու, բավարար չէ։ Կարևոր է, որ Հայաստանի ղեկավարը չընդունի Ադրբեջանի զորքերի շքերթ։ Եվ դա լրիվ լեգիտիմ հիմնավորում կլինի իր այնտեղ չմեկնելու համար, այդ մեկ։ Երկրորդ տարբերակը այն է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ չի կնքել երրորդյա կամ 30-օրյա զինադադարը, որը ինքը փորձում է կնքել երրորդյանը, փորձում կնքել, գիտեք, Զելենսկին ասում է մինիմում 30 օր։ Ուզում է մաքսիմալ թանկ վաճառի Ռուսաստանի վրա Կարմիր հրապարակը չխոցելու ուրեմն հանգամանք։ Անգամ ասում է, եթե տապալվի, թող պատերազմի տապալվելու մասին մտածեն իրենք, ոչ թե շքերթի տապալվելու։ Հա, իհարկե, ասենք մի քիչ տարօրինակ է իրականում Ռուսաստանը, երբ որ երրորդյա զինադադար է խնդրում, կոպիտ ասած ասում է, երբ որ ինձ ձեռ է տալ, երբ որ ինձ պետք է որ դուք ինձ չխոցեք, եկեք զինադադար կնքենք, Զելենսկին էլ ասում է, այդպես չեղավ։ Զինադադար դրա համար չենք կնքում, որ դու հանգիստ կոշկերտներ անցկացնես, մենք կնքում ենք համար, որ այդ զինադադարի ընթացքում թեկուզ ժամանակավոր բանակցություններ լինի, որ հետո երկարաձգենք ավելի երկար ժամկետով այդ վերջո հասցնենք մինչև կայուն զինադադար, մինչև բանակցությունների միջոցով տեսնենք հարցերը ոնց են լուծում։ Եթե չի կնքվելու զինադադարը, նշանակում է Կարմիր հրապարակը խոցելի է դառնալու հարվածների առջև։ Եվ կարծում եմ միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ այդ դեպքում կարողանա հրաժարվել կամ կհրաժարվի մասնակցելուց եւ հիմք կլինի համենայն դեպս դա հրաժարվելու համար մասնակցելուց, այլ նաեւ այլ ղեկավարներ։ Ասեմ, որ օրինակ Հնդկաստանի վարչապետը Մոդին արդեն ոնց հասկանում եմ հրաժարվել է մասնակցելուց։ Չգիտեմ պատճառները, բայց փաստ է որ հրաժարվել է։ Հայաստանի համար կարևոր է այդ երկու խոշոր խաղացողների ներկայությունը՝ Հնդկաստանի ղեկավարի եւ Չինաստանի։ Չինաստանը դեռ չի հրաժարվել, բայց այն որ Հնդկաստանը արդեն հրաժարվել է, դա շատ լավ է։ Իրականում մեր այդ կոդլի մեջ ուրիշ բառ չեմ ուզում գտնել այդ հավաքույթը այնտեղ որ լինելու է, ըստ էության միակ մեր լավ գործընկերներն ու մյուսը Չինաստանն է, որի հետ այսպես նորմալ հարաբերություններ ունենք։ Մնացածը ըստ էության ավտոկրատների կլուբ էր, հա, գնալու էր Մադուրոյի կողքը կանգներ Վենեսուելայի, մեկ էլ Աբխազիայի ղեկավարի, հա, ասես անհասկանալի ինչ որ կամպանիա, հա, Հյուսիս Կորեան լրիվ պատկերացնում եք, չասենք մի կողմից Նիկոլ Փաշինյանի Մադուրոն կանգնացնի, Պուտինը հենց հատուկ կանգնացնի մի կողմից Մադուրոյին, մյուս կողմից Կիմ Չեն Անին։ Մի խոսքով, եւ երրորդը Այն ինչ որ դուք ասացիք, որ Ադրբեջանը գուցե եւ պատճառներ է փնտրում
Կամ թանկ վաճառի իր կամ թանկ վաճառելու, հա, հիմա դա էլ ուրիշ հնարավորություն է, եթե Ադրբեջանը չի գալու եւ այդտեղ արդեն կապ չունի զորքերը մասնակցելու ընդհանուր, եթե Ալիևը չի գալու, Նիկոլ Փաշինյանը կարող է ասել Պուտինին դուք հասկանում եք, չէ՞, ինչ հարվածի տակ եմ ես ընկնելու իմ արևմտյան գործընկերների հետ, որի հետ լրիվ լեգիտիմ հարաբերություններ է ձևավորել Ռուսաստանի դավաճանությունից հետո պաշտոնական եւ որի հետ հարաբերությունը շատ կարեւոր են։ Կարող չէ ասել, եթե Ադրբեջան չի գալիս, ես գալիս եմ այնտեղ կանգնեմ լրիվ հարվածները արևմուտքից ին վրա գա, իսկ Ադրբեջանը ասի տեսակ ես չգնացի այնտեղ, ոնց կլինի այդպես։ Ուզում ասեմ, հնարավորություններ խուսափելու այդ մասնակցությունից, այդ խայտառակ շքերթին կա։ Էլ չեմ խոսում, իհարկե, ասում եմ մի քանի օրով հիվանդանալը կա ու կա։ Այնպես որ ես կարծում եմ, որ չպետք է բաց թողի որևէ հնարավորություն Հայաստանի վարչապետը այնտեղ չմեկնելու, որտեղ էլ եմ ասում, ինչքան էլ Հայաստանի իշխանություններն էլ են այլ որոշ ղեկավարների պես առևտրի դիտանկյունից տեսնում, հա, այդ ձեր ասած մասնակցությունում լավ վաճառել կամ չմասնակցությունում լավ վաճառել, հա։ Իհարկե դա կա քաղաքականության մեջ ոչ մեկ չի չեղարկել այսպես մերկանցիլ նաև այդ շահերը, բայց կա նաև գլոբալ խնդիր, հա, գնալ կանգնել մարդասպանի կողքը, ում քրեական հետապնդում է իրականացվում միջազգային այն դատարանի կողմից ում լիազորությունները մենք վավերացրեցինք վերջերս Ռոմի ստատուտով, հա, այսքան միջազգային քրեական դատարան նկատի ունեմ Հաագայի։ Մի մարդու կողքին, ով ընդամենը վերջերս էլի շարունակեց խաղաղ բնակչությանը թիրախավորել եւ սպանել տասնյակներով խաղաղ կին երեխա, ասենք իր հրթիռակոծություններով, եւ որը շատ վրդովվեցել աշխարհին, եւ նույնիսկ Տրամպը, որը միջև այդ լավ այսպես Պուտինի հետ հարաբերություններ էր փորձում զարգացնել, նույնիսկ նա չկարողացավ չարտահայտվի հենց ամերիկյան իր ներքին հասարակության ճնշման ներքո, որ ես ինչ անում պարոն Պուտինը, հա, այդ իմաստով ինստանում բերում է, հա, խափում։ Հիմա էլ արդեն, հա, հիմա էլ մի այլ վտանգավոր մոտեցում է որտեգրում, ընդհանրապես է ինքը ընդհանրացնում իր ներկայացուցիչ շուրթերով, նպատակ Տրամպի մասն է խոսքը, հա, իր ներկայացուցիչ շուրթերով, որ ասել է ընդհանրապես մենք էլ չենք պատրաստվում ամեն մեկի կանչով գնալ միջնորդություն անել, վազել այստեղ այնտեղ կոպիտ ասած, հա, այդ դա կարող ոգևորություն առաջացնի նաև այլ ագրեսորների եւ ծավալապաշտների մոտ, բայց ինչևէ, տեսնենք, հա, ամեն դեպքում ահա այս 3 հնարավորություններն են, որը որ կարծում եմ պետք է Նիկոլ Փաշինյան դրանցից որևէ մեկը օգտագործի եւ չգնա։ Պարոն Խուշոջյան, հարցս հաջորդ հետևյալն է. ինչու է այնուամենայնիվ, եթե այդքան եւ հասարակությունն է իրար հետ, ես գիտեմ, քննարկումներ են գնում, բոլորի համար ակնհայտ է, որ չպետք է գնա առավել եւս ադրբեջանցի ծառայողների, զինյալների հետ այդ շքերթին ներկա գտնվելու, գոնե չպետք է ներկա գտնվի, թվում է թե տրամաբանական է, որ պետք է չգնա, բայց դեռ ինֆորմացիա չունենք չգնալու մասին, ինչու է համաձայնվում, եթե համաձայնվի, ապա ինչու է համաձայնվում, տեսեք, ինչու կգնա, եթե գնա, ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ուղիղ փոխկապակցված են հակառակ համեմատականով արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների հետ։ Այնտեղ որտեղ որ կան լիարժեք աջակցություն արևմուտքի կողմից, այնտեղ Հայաստանի իշխանությունները ավելի լիարժեք են ազատվում այդ մասով Ռուսաստանի ներկայությունից, հա, օրինակ անվտանգային առումով մենք տեսնում ենք, հա, Ռուսաստանից կտրվել է ռազմական մատակարարումների բացակայությունը, բերել է նրան, որ մենք ազատ եւ մեծ ծավալների սկսել ենք ուրիշների հետ համագործակցել։ Ռուսաստանի զորքերի չկանգնելը հայ-ադրբեջանական սահմանին եւ մեծ չաջակցելը հապկի շրջանակներում, հապկի պարտավորությունների եւ բազայի պարտավորությունների պայմաններում, ինչը ես անվանում եմ այն ինչ որ կարող է միայն այդ մի բառ օգտագործվել պայմանագրային պարտավորությունների կատարելի դրժումը, դա դավաճանությունն է, դա բերել է նրան, որ Հայաստանը այլ տեղերից է բերել կանգնացրել թեկուզ դիտորդներ հայ-ադրբեջանական սահման Եվրոպայից, հա։ Այն որ հայ-ռուսական զինավարությունները արդեն չեն արվում բնականաբար դավաճանի հետ ինչ գնա զինավարություններ անես, դա փոխարինում է Միացյալ Նահանգների զինավարություններով, եւ մենք ունենք այսօր Հայաստանում ամերիկյան զինված ուժեր եւ այլն։ Այսինքն այդ լրիվ, որ մենք անում ենք, Հայաստանի իշխանությունները անում են, արվում է ոնց որ փոխ լրացում Ռուսաստանի դուրս մղման զուգահեռ ինքն է Ռուսաստանը իրեն դուրս տնում կամ ուրեմն Ռուսաստանի իր պարտավորությունը չկատարել։ Մի խոսքով բայց ընդհանրապես ես հասկանում եմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք չենք պատրաստվում խզել
Ռուսաստանի հետ կապերը, հարաբերությունները, դա հասկանալի է, պետք չէ ոչ մեկի հետ խզել հարաբերությունները, հակառակը, պետք է զարգացնել ինքնիշխան, հավասարազոր հարաբերությունները, պետք է խզել կախվածությունները։ Իդեպ շատ լավ հետազոտություններ երեք հրապարակել Անվտանգային քաղաքականության ինստիտուտը կախվածությունների մասին, հա, Ռուսաստանից, Հայաստանի կախվածությունների։ Հիմա այս պարագայում ուրեմն Հայաստանի իշխանությունները, ես կարծում եմ, դիտարկում են այդ մասնակցությունը մայիսի 9-ին որպես մի ժեստ ցույց տալու, որ մենք չենք խզում ձեր հետ հարաբերությունները, այսպիսի բաներում թեկուզ եւ կարող է ձևական դիտվել դա, բայց Ռուսաստանի համար այդ ձևական բաները շատ կարեւոր են, մենք պատրաստ ենք ինչ-որ ժեստեր անել, բայց նույնիսկ դա ես էլ եմ ասում, չի կարելի ընդունել։ Միակ տարբերակը, որը քիչ հավանական եմ համարում եւ դրա մասին մի անգամ չէ որ ասել եմ, այն է, որ գուցե հերթական անգամ Մոսկվա գնալը եւ Պուտինին հանդիպելը առիթ է լինելու Նիկոլ Փաշինյանին եւս մի ինչ-որ դրվագ մեր ինքնիշխանության մասով պոկելու, հա, հնարավորություն պոկելու Պուտինից, որտեղ նախորդ անգամ հիշում ենք այդ հանդիպումները Պուտինի հետ բերեցին նրան, որ մենք ահագին բաներ ռուսական ներկայությունից կրճատեցինք սահմաններին, օդանավակայանում եւ այլն, հա։ Բայց ես քանի որ չեմ տեսնում, որ այդպիսի բան կա, տեսնենք, եթե այդպիսի բան կա ու այս իմ բոլոր թվարկած հնարավորությունները ամեն դեպքում չօգտագործի վարչապետը եւ գնա եւ այդպիսի մի բան բերի իր հետ, օրինակ, չգիտեմ, այն ինչ որ ինքը անոնսավորեց, որ հայ-թուրքական սահմանները պետք է միայն Հայաստանի զորքերը պաշտպանեն, հա, այսինքն երկրորդ փուլը, առաջի փուլը այն էր, որ համատեղ սկսեցին պաշտպանել, երկրորդ փուլը ընդհանրապես։ Գուցե այդ արժենա, հա, ասենք լավ, արժեր դա։ Եվ նաև մեր արևմտյան գործընկերներին կարողանանք բացատրել, բայց մի կարևոր բան էլ ես մի տեղել եմ ասել, տեսեք, հայ ժողովուրդը, իդեպ դա նաև պաշտոնական մեկնաբանությունն է, որ դուք հարցնում եք ինչի են ամեն դեպքում գնում, պաշտոնական մեկնաբանությունը հետևյալն է, եւ հնչել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերից, որ հայ ժողովուրդը հսկայական մասնակցություն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում, չգիտես ինչի ոմանք անվանում են դա մեծ հայրենական, մեր համար դա հայրենական պատերազմ չէր, դա մեր հայրենիքը այն ժամանակ օկուպացված էր, սովետական միության մաս էր կազմում, գրավված էր, հա, մենք անկախ պետություն չէինք, որ ասենք մեր հայրենիքն ենք պաշտպանել։ Բայց երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը եւ հայ ժողովուրդը, որտեղ հայ ժողովուրդը նաեւ սովետական միության այլ հանրապետություններից մեծ մասնակցությամբ երբեմն շատ ավելի մեծ, քան այլ ժողովուրդներ, նախ Ադրբեջանից հայերի մասնաբաժինը իր մեկ շնչին ընկնող հաշվով ավելի մեծ է եղել, քան ադրբեջանցիները, որտեղ հատուկ հայերին են քշել, որ ավելի շատ զոհվեն էթնիկ զտում նաեւ, դա ձևերից մեկն է էթնիկ զտում իրականացնելու։ Մեծ մասնակցություն է ունեցել, այո, հա, կես միլիոնից ավել հայեր մասնակցել են, շուրջ 300,000 զոհվել են, բայց առավել եւս այդ մասնակցությունը, եթե այդքան մեծ է եղել, անհամեմատ ավելի մեծ, քան այլ ժողովուրդներին է, էլի մեկ շնչով հաշվելու դեպքում։ Եթե մեր գեներալների, մարշալների, հերոսների թվաքանակը անհամեմատ ավելի մեծ է եղել այլոց համեմատ, էլի մեր ներդրումը, հա, հսկայական, եւ հատկապես արցախցի մեր հայրենակիցների մասնաբաժինի այդ պատերազմում հսկայական է եղել, 4 մարշալ են ունեցել, 4-ն էլ Արցախյան ծագում, որոնցից երկուսը Չարդախլու գյուղից, գիտեք, որը հենց սկզբից էթնիկ զտման ենթարկվեց ադրբեջանցիների կողմից, նույնիսկ սովետական ժամանակ, եւ ոչինչ չարվեց փրկելու համար երկու մարշալ տված գյուղերի բնակիչներին, հա, այդ մարշալների հայրենակիցներին, համագյուղացիներին, դեռ սովետական կոմունիստական ռեժիմի պայմաններում, երբ որ այո, սովետական միությունն էր պատերազմել Գերմանիայի դեմ, ոչ թե Ռուսաստանը այսօրվա, հա, եւ այս պարագայում, որ այսպիսի դավաճանություն արվեց հայ ժողովրդի եւ նաեւ հատկապես նրա մաս հանդիսացող արցախահայության հանդեպ ռուսների կողմից, առավել եւս հիմք էր դա ոչ թե գնալու Մոսկվա, այլ հենց այստեղ Հայաստանում ինչ որ միջոցառում իրականացնել, հրավիրել այդ գեներալների զավակներին, թորներին, այդ հերոսների զավակներին, թորներին խոսել հետները, շնորհակալություն հայտնել իրենց ներդրման համար հաղթանակի մեջ, ամեն դեպքում ֆաշիզմը չարիք էր, հա, բոլորի համար է չարիք, հասկանալի, անկախ նրանից մենք սովետական միության օկուպացված տարածք ենք, թե ինչ ենք, բայց շնորհակալություն հայտնելով այդ հաղթանակի մեջ ներդրման հետ միասին, նաև միանգամ էլ ակնարկվեր, որ ցավոք սրտի սովետական միության իրավահաջորդը Ռուսաստանը լրիվ հակահայկական եւ այդ մարդկան ժառանգների եւ իրենց հիշատակի դեմ հանցագործություն է, որ գործում է մերկանցիլ իր գրպանային տարբեր օլիգարխիկների գրպանային շարիցելներով։ Այսպիսի փաթեթավորում էր պետք մեզ նաեւ ցույց տալու համար Ռուսաստանին, թե իրենք ինչ են արել մեր եւ հատկապես Արցախահայության հանդեպ եւ ինչ պատասխան ենք մենք իրենցից սպասում եւ ինչ պատասխան ունենք իրենց տալու նաեւ։
Դուք ասում եք այն ինչ լավ կլիներ որ արվեր, բայց մենք ամսինին կտեսնենք Փաշինյանը գնալու է եւ ներկա է գտնվելու արդյոք ադրբեջանցի զինծառայողների հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցած զինծառայողների շքերթին։ Դա մենք կտեսնենք։ Իսկ ինչպես եք գնահատում այդ կուրատորի մասին, ռուս կուրատորի մասին, Ռուսաստանի կուրատորի մասին, որը նախագահի վարչակազմին գից է։ Նրանք ասում են ել ավելի է լրջացնում Ռուսաստանը իր, չգիտեմ, համակարգը, ինչ են շարքում, Ռուսաստանը համակարգում է Հայաստանի թեման։ Ես անգամ չգիտեմ ինչպես ձևակերպեմ, համակարգող Հայաստանի ուղղությամբ, այսպես ձևակերպեմ։ Ինչն է համակարգում եւ ինչ է նշանակում։ Կուրատոր չէ, նշանակի Կիրիատոր է նշանակի, Կիրիենկոին։ Լավ, թող լինի Կիրիատոր։ Հիմա այդ Կիրիատորը իր ուրեմն ինչ որ խոսնակի միջոցով, անանուն խոսնակի միջոցով Վեդեմստիներին, իսկ բնականաբար այնտեղ ոչ մի աղբյուր, անանուն աղբյուր առանց անձամբ հենց, եթե ինքն է արդեն կուրացիա անում, առանց իր կուրացիայի կամ կիրիացիայի չէր իհարկե այդպիսի ինֆորմացիա տա այն մասին, որ գիտեք ինչ կա, մենք հիմա հələ էլեկտորալ խնդիրներով չենք զբաղվելու առայժմ, չի նշում չենք զբաղվել, առայժմ, այլ ինֆորմացիոն խնդիրներով ենք զբաղվելու, ինֆոտերոր, այսինքն այն ինչ որ այլ երկրներում արեցին, իսկ էլեկտորալ խնդիրներով էլ բնականաբար ընտրությունից առաջ են զբաղվելու, էլ ինչ որ նույն Ռումինիայում արեցին, մենք տեսանք ինչ բազա նախապատրաստեցին մի տարի այդ ինֆոտերորի համար եւ սկսեցին արդեն այդ բազան զարգացնել, ընտրությունից անմիջականացումն առաջ այդ ինֆոտերորը կիրառեցին իրեն հույսով, որ պետքա դեմոկրատական գործիքներ եւ ազատ խոսքի գործիքակազմ օգտագործելով ոչնչացնեն դեմոկրատիան Ռումինիայում, բայց Ռումինիայի դեմոկրատիան բավականին ուժեղ գտնվեց, բռնեցին սիրուն, չեղարկեցին արդյունքները այդ ընտրությունների, այդ ռուսական պրոքսի ուրեմն այդ անձնավորությանն էլ արգելեցին ընդհանրապես հաջորդ ընտրություններին մասնակցել։ Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք նաև դրան, ոչ մեկ չմեղադրեց ռումինացիներին դրա համար, ոչ մեկ չմեղադրեց մոլդովացիներին դրա համար, որ 300,000 ընտրակաշառք ստացած անձանց արգելեցին բաներին մասնակցել եւ չեղարկեցին իրենց ըստ էության հնարավորությունները խափանելու էլեկտորալ ժողովրդավարությունը Մոլդովայում։ Այսինքն, գիտեք, երբ որ ավտորիտար, շատ դեպքերում արդեն դիկտատորական համակարգը իր պրոքսիներին ժողովրդավարության գործիքների միջոցով ուզում է ժողովրդավարությունը ոչնչացնել, պետք է դրանց դեմը առնել։ Ոչ թե ասել դե գիտեք ինչ կա, դա ժողովրդավարություն է, ոչինչ, կարելի է պարտվել դիկտատորների պրոքսիներին, չէ, չի կարելի։ Գործիք կա։ Մի հատ էլ այտենց Գերմանիայում եղավ, ֆաշիստական Գերմանիան այդպես առաջացավ, երբ որ Հիտլերին այդպես ժողովրդավարական մեթոդներով թույլ տվեցին գալ իշխանության։ Իհարկե գործիքներ կան։ Ուղղակի այդ գործիքները մեր իշխանությունները լավ չեն կիրառում։ Շատ ժողովրդավար են շատ դեպքերում, հա, ես մի անգամ չի նշել եմ, որ ոնց է ժամանակին Տիգրան Հակոբյանի առաջարկները մի քիչ ավելի խիստ օրենսդրություն սահմանել, խոսքի ազատությունը կարգավորելու, ոչ թե սահմանափակելու, կարգավորելու, եվրոպական ստանդարտներով կարգավորելու, ատելության խոսքը նվազեցնելու, դեզինֆորմացիան նվազեցնելու ուղղությամբ, եւ ոնց են ԿՊԱ-ականը ասում, չէ, ոնց կլինի, մենք ժողովրդավար ենք, այդպիսի սահմանափակումներ մենք ոչ ենք մտցնի։ Եվրոպան էլ է շատ սահմանափակող եւ ոչ ժողովրդավար, մենք ենք ժողովրդավարները։ Ժողովրդավարության կղզյակ են, չէ՞, այդ արի։ Իդեպ այդ օրերս որ 34-րդ տեղն ենք գրավել խոսքի ազատության, հա մի կողմից շատ ուրախալի է, լավ է, որ այսպես լավ իմիջ է ձևավորում Հայաստանի շուրջ, եւ իրոք ազատ խոսքի կղզյակ է տարածաշրջանում, որտեղ կողքի երկրները բոլորը վատ վիճակում են, նույնիսկ Վրաստանը, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ դրա գինը ժողովրդավարությունը չպետք է լինի։ Դրա գինը մեր երկրի ապագան չպետք է լինի։ Ինչ է շնակում, դա արդեն անարխիայի է նմանվում, այն աշճանի ազատություն է տրվել, որ ոչ վերահսկվում են ֆինանսական հոսքերը լրատվամիջոցների, ոչ որևէ սահմանափակում կա, ռեալ սահմանափակում ատելության խոսքի հանդեպ։ Երեկվա Լևոն Բարսեղյանի լայվն էի լսում, շատ հստակ հերթով օրինակներով բերում էր, ոնց են տարիներով պայքարել այդ ատելության խոսքի դեմ, եւ ոնց են քննչական մարմինները հրաժարվել գործ հարուցել ատելության խոսքը տարածողների դեմ։
Եվ 7 տարով, 4 տարով, տարիներով սպասում են այդ մարդիկ եւ պետք է քնչականները ինչ որ տեղից շարժվեն։ Իսկ գուցե այդ քնչականներում դեռ նստած են նախկինների պրոքսիները, իրենց հետ կերակրատաշտից օգտվածներ, որտեղ վեթինգ չարեցին իշխանությունները եւ դրա համար էլ նույնիսկ այս եղած շատ լիբերալ օրենքով էլի ամեն դեպքում որոշակի սահմանափակումներ կան, քրեական օրենսգրքով սահմանափակումներ կա ատելություն տարածելու համար, սպառնալիքներ, հա, ահաբեկման փորձեր, թեկուզ վերբալ եւ այլն, դրա համար պատասխանատվություն են ընդհանրում։ Մեր քնչականները ասում են, չէ, իշխանությունները ինչքան ժողովրդավար են, քնչականները սուպեր ժողովրդավար են։ Պատկերացնում եք այն քնչականները, որոնք որ բոլոր ազատ խոսքի տեր ընդդիմադիրների հանդեպ գործեր են կարում դեռ մինչև հեղափոխությունը։ Այդ նույն մարդիկ իրենց տեղերում շարունակում են նստել, նույն քննիչները։ Բայց իրենք ժողովրդավար են դառել։ Այն աշճան, որ հիմա սերժառոբականների այդ լրիվ ատելության խոսքի այդ աղբը, որ տարածվում է մեդիա ոլորտում, պաշտպանում են, ասում են, չէ, մի կպեք, իրենք ժողովրդավարության բաներից են օգտվում, բարիքներից են օգտվում։ Այդ վիճակում ենք մենք հիմա։ Իդեպ այդ ведомостում մատնանշվում էր, դե ես չեմ կարծում, որ դա միտումնավոր չի արված, մատնանշվում էր հենց Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի դերակատարումը, նրանք ասում էին դա պրոռուսական, ռուսամետ քաղաքական գործիչներ են, որոնք այդքան էլ ուրեմն արդյունավետ չեն արդեն աշխատում, դրա համար նրանք փափուկ ուժ պետք է կիրառի Ռուսաստան, լրացուցիչ ինչ-որ աշխատանքներ պետք է կատարի, եւ նշվեց իհարկե, որ Փաշինյանն էլ այդպես շատ կոմֆորտ ֆիգուրա չի Ռուսաստանի համար եւ նրանք տեսեք, դուք հիշեցրեցիք, որ այդտեղ նշված էր, որ էլեկտորալ չի խնդիրը, այժմ այլ ինֆորմացիոն, բայց ստորին հատվածում հոդվածի գրված էր, որ այդ բեջբերումը որ բերեցի, որ Փաշինյանը կոմֆորտ չի, ասեց կոմֆորտ կլինի, եթե այդ 26 թվականի ընտրություններից հետո ռուսական ազդեցության կամ պրոռուսական ուժ լինի խորհրդարանում։ Հա, նույնիսկ գիտեք, փափուկ բարձ են դնում հիմա։ Այսինքն այնուամենայնիվ թիրախը բաց տեքստով ասում են, 26 թվականի ընտրություններն։ Բայց տեսեք ինչ խորամանքալ են անում, արդեն իրենք իրենց սխալներից մի քիչ փորձ են ձեռք բերել, ռուսական այդ կրեատուրայի նաև սխալ ինֆորմացիաները, որ տվել են ժամանակին, արդեն հասկացել են, որ մի քիչ ուրիշ ձև է պետք անել։ Տեսեք ինչ փափուկ բարձ են դնում, նույնիսկ ոչ թե իշխանությունները, հայ հասարակության գլխի տակ։ Ասում են, դե պարզեք Նիկոլ Փաշինյանը մեկ է կընտրվի, մեզ ընդհանրապես պետք է մինորիտար մի հատ ազդեցություն, հատուկ շեշտում եմ, մինորիտար ազդեցություն ունենա գոնե Ռուսաստանը Հայաստանի ուրեմն իշխանությունների մեջ։ Չէ, դուք մինորիտար ազդեցություն, այդ ձեր մինիմում ծրագիրն է, մինիմումի մինիմումն է։ Մենք լավ գիտենք ձեր նպատակները, միշտ ինչա եղել էստեղ։ Եվ հիմա որ ասում եք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վրա այն հույսները դրել, որտենք ուրիշ մարդ չունեն։ Հա, ճիշտ է, բայց այդ երկու ուժն էլ արդեն իրենք հասկանալով, որ սեփական դեմքով հանդես գալը հակացուցված է իրանց, չնայած Քոչարյանը հիմա մի քիչ էլի ոգևորվել է այս Տրամփ-Պուտին վերջի հանդիպումներից, ինքը ֆալշտարտի մեջ ընկավ, միանգամից իրան գցեց մեյդան, ես մասնակցելու եմ, հա, բա ոնց, առաջ ասում էր տերտերներ բերենք իրենց դեմքով հանդես գանք, չէ, ոնց որ արեցին անցած տարի մայիսին, բայց տեսան այդ չի ստացվում, ասում է չէ, հիմա արդեն ինքը իր դեմքով, քանի որ արդեն Տրամփը Պուտինի հետ լավացել են, հա, իրենց sense բանով պատկերացումներով ասած, հիմա ինքը որոշել է ինքը իր դեմքով հանդես գա, բայց մեկ է Գյումրիում օրինակ ինքը իր դեմքով հանդես չեկավ։ Այդպես էլի պրոքսիներ գցեցին մեդան, ընդ որում ամեն մեկը երկու պրոքսի, մեկը ուղիղ իրենց հետ աֆիլիացիաց, մեկը անուղղակի իրենց հետ աֆիլիացիաց։ Բայց ինչու Ռուսաստանը այսպես բացահայտեց իր ազդեցության քաղաքական գործիչներին։ Ընդ որում շատ հետաքրքիր, որ առաջինը Սերժ Սարգսյանի անունն է ֆիքսվում, հետո Ռոբերտ Քոչարյանի, հա։ Մենք պետք է տողատակում հասկանանք, թե ինչ են ուզում նաև ապատեղեկացնեն հասարակությանը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար Սերժ Սարգսյանը այդքան էլ ցանկալի տեխնացու չի, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, չնայած Սերժ Սարգսյանը հիմա ամեն ինչ անում է ցույց տալու, որ ես ավելի լավ կծառայեմ ձեզ պարոն Պուտին, քան թե Քոչարյան, հա։ Ես կարծում եմ հայ հասարակությունը պետք է օգտվի դրանից եւ նաեւ մեր եվրոպացի գործընկերները, որոնք որ միջև հիմա չգիտես ինչի թթու են դրել, պահում են ՀՀԿ-ին որպես դիտորդ անդամ, որ ընդհանրապես տեղ չունի այնտեղ եւ իդեպ վերջերս ՀՀԿ-ն դատապարտում է ԵԺԿ-ի հայտարարությունը, որով ԵԺԿ-ն աջակցություն է հայտնում Հայաստանին։ Հա իհարկե պետք է դատապարտել, Ադրբեջանի շահերը սպասարկող է այստեղ, ռուսական շահերը սպասարկողը ոնց պետք է ուրախանա ԵԺԿ-ի հայտարարությունից, որը Հայաստանի շահերն է սպասարկում, հա, ուղղված էր Հայաստանին։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել, որ քանի որ Սերժ Սարգսյանը այդպես մեծ մղում ունի իր ուրեմն հավաքույթով հանդերձ պրոռուսական դաշտ մտնելու, պետք է թույլ տալ, որ մտնի պրոռուսական դաշտ եւ չխանգարել։ Եվ ԵԺԿ-ի մեր գործընկերներին ես հորդորելու եմ, որ օր առաջ լուծել
ՀՀԿ-ին հեռացնելու հարցը, որ խոչընդոտ չլինի, որ ռուսները չասեն, այ ՀՀԿ դու ինչ գործ ունես, պրոռուսական դաշտ ես մտնում, գնա արևմտամետների դաշտում մրցակցի, ուր ես եկել մեր Ռոբերտ Քոչյանի դաշտում ուզում մեր Ռոբերտ Քոչյանի հետ մրցակցես ռուսամետների այդ ձայների համար, երբ որ դու ԵԺԿ անդամ ես, այ որ ԵԺԿ անդամությունից դուրս գա, ինքը լրիվ այսպես մաքուր պրոռուսական դառնա եւ գնա մրցակցի պրոռուսական դաշտում, ուրեմն այդ պրոռուսական ձայների հետ, որոնք Հայաստանում 30-ից 40% են։ Դրա համար էլ Ռուսաստանը ուժեղացնում է իր, ասում է, փափուկ ուժ պետք է, փափուկ ուժս պետք է ուժեղացնեմ։ Այդ փափուկ ուժը երկու նպատակ ունի։ Նախ ուժեղացնել իր պրոքսիներին, իսկ մեկը հիմնական իր պրոքսին առայժմ Քոչարյանն է։ Ինչքան էլ իրենք Սերժ Սարգսյանն կողքը դնում են, հա, ինչքան էլ Շարմազանովը իրեն այսպես ճղում է տարբեր Եդինա Ռասիաների բաներում, հակաեվրոպական նարատիվներ տարածելով եւ այսպես հայրենասիրական ճառեր հակաադրբեջանական հենց տեղում, հա, ինչ որ վիճաբանությունների մեջ մտնելով, որ տեսեք ով է պաշտպանում Հայաստանի շահերը եւ այլն։ Մեկ է, ռուսները չեն վստահում Սերժ Սարգսյանին եւ դա ակնհայտ է եւ դա պատճառներ ունի։ Հենց նաեւ ռուսական զենքի մատակարարումները սկսվեցին հատկապես Սերժ Սարգսյանի օրոք, հա։ Հիմա մենք պետք է հասկանանք, եթե այդպես է, շատ լավ, այդ 30% ձայները նախ, հա, առաջին այդ պրոքսի ուժերին աջակցելն էր Ռուսաստանի այդ փափուկ ուժի գործադրման նպատակը։ Երկրորդը այդ 30%-ը 30-ից 40 հիմա այդպես մի քիչ լղոզված է, հա, տատանվում է, մեծացնել այդ պրոռուսական ուժերի ձայները մեծացնել։ Դրա համար տարբեր գործիքներ կան, չեմ ուզում հիմա ասել, նաև չհուշեմ իրենց այդ գործիքները, եթե չգիտեն որոշների մասին, բայց մեր գործը պետք է լինի, որ հանկարծ դա թույլ չտանք, որ շարունակենք հիշեցնել մեր հասարակությանը ովքեր են ռուսները, ինչ արեցին մեր գլխին։ Ռուսները նկատի ունեմ Ռուսաստան իշխանությունները, հասկանալի է, ռելոկանտներին նկատի չունենք, միշտ այդ շեշտում ենք, որ մենք շատ լավ ենք պարզ ժողովրդին վերաբերում, հատկապես նրանք, ովքեր որ փախնում են Պուտինից։ Հիմա, եթե այդպես է, թող ուրեմն այդ երկու ուժը պսևդոընդդիմադիր, որտեղ ընդդիմություն կարող լինի քաղաքական ուժ, նրանք քրեա օլիգարխներ մնացուկներ են, քաղաքական ուժ, քաղաքական բառի հետ կապ չունեն, հա։ Թող իրենք մրցակցեն այդ պրոռուսական ձայների համար, տարբեր նորահայտ այլ տեղերում վարդանիկներով եւ այլ կրիմինալներով, իսկ այդ մրցակցությանը թող նաև գուցե թեկուզ մասամբ այդ պրոռուսական նաև ձայների համար պայքարի կփն։ Եթե Նիկոլ Փաշինյանը այսպես փորձում է այդ բալանսը պահել Արևմուտք Ռուսաստան, ինչքան էլ իհարկե ողջունելի քայլերի անում դեպի Արևմուտք, որը մենք ողջունում եւ աջակցում ենք եւ չենք շեղվել այդ ճանապարհի, ես մենք նկատի ունեմ այն բոլոր ուժերը, որոնք որ անկեղծորեն ուզում են, որ այո, իշխանությունները այդ քայլերը դեպի Արևմուտք անեն, այլ ոչ թե ձև են տվել իրենց, որ իրանք արևմտամետ են, բայց ցանկացած դեպի Արևմուտք քայլ փորձում են սաբոտաժ անել, հա։ Այդպես պետք է նաև հասարակությունը տարբերի նրանք, ովքեր խոսքով են արևմտամետ եւ Հայաստանի եվրոպական ինտեգրման կողմնակից եւ գործով։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանն էլ այսպես կենտրոնում է մնում, ուրեմն արևմտյան դաշտը մնում է, այսինքն 3 ուժ է առաջանում, հա։ Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ն, որը մեջտեղում է լինում, այս ուրեմն սանդղակում, արևմուտք Ռուսաստան սանդղակում, մեջտեղում է մնում եւ կարողանում է նաեւ պայքարել պրոռուսական ձայների համար եւ պրոռուսական այդ 30-40%-ի համար արդեն պայքարել են 3 ուժ։ Եվ դա մեծ հնարավորություն է ստեղծում, որ պրոռուսական ձայների մի զգալի մասը ամեն դեպքում ժողովրդավար ուժը վերցնի, հա, որը որ ԿՊ-ն է։ Եվ արևմտամետ ձայները, եվրոպական ինտեգրման կողմնակից ձայները, որ մեծամասնություն են մեր հասարակության մեջ, արդեն կտանեն այն ուժերը, որոնք որ իրոք եվրոպամետ են։ Ես հուսով եմ, որ դա նախ եւ առաջ Եվրադաշինքն է լինելու, որը որ իր բոլոր քայլերով եւ գործողություններով իր հետևողականությունն, նվիրվածությունն էլ այդ գաղափարին ապացուցեց եւ բացի լոլոներից եւ մենակ հարցազրույցներ տալուց, ինքը նաեւ գործ է անում, տեղում պայքարում է։ Չենք մոռանում Գյումրիում այնուամենայնիվ ընդամենը 2000 կարծեմ ձայն հավաքեց։ Հա, բայց միակ ուժն էր, որը ներկայացված էր եվրոպական ինտեգրման կողմնակիցներից, Գյումրիի հետ բարդ տարածաշրջանում, որտեղ ռուսական բազա կա, ռուսական բազայի հետ տնտեսական հսկայական կապեր ունեցող մեծ տվարժ բնակչություն կա, արտագաղթ Ռուսաստանից բաներ փողեր ստացող մի զգալի մաս կա, եւ վերջում այնտեղ շատ սուր մրցակցություններ նաեւ ոչ քաղաքական միջոցներ, որտեղ կրիմինալներ մասնակցում են այնտեղ, հա, այդ բարդ պայմաններում, այո, քաջություն ունեցավ միակ պրոեվրոպական ուժը, որ քաջություն ունեցավ մասնակցեց եւ ժողովրդին այլընտրանք առաջարկեր գոնե
Բայց 2000-ը քիչ են, 2000-ը այն մեր համակարգացիներն են, որոնք եկել են քվեարկել են նաև Եվրոքվեի օգտին, եւ մենք չենք կարող իրենց թողնել, մենք նկատի ունեմ եվրոպական ինտեգրման ջատագով ուժերը թողնել ասել դե հիմա մեկա մենք մեծ շանսեր չունենք հաղթելու, ուրեմն գնացեք ուզում եք ընտրեք, չէ՞։ Այլ կերպ ասած դուք հակակշռ եք տեսնում, այո, այնուամենայնիվ Եվրո այդ դաշինք կոչվածը կամ Եվրոդաշինքին հետագայում եւս հարող քաղաքական ուժերը, եթե մեկ դաշինքով հանդես գան, հակակշռ եք տեսնում Փաշինյանին, հակակշռ եք եւ այլ ընտրանք։ Եվ այլ ընտրանք։ Հիմնական այլ ընտրանքը ես վստահ եմ հենց այդ ուժերն են լինելու։ Հիմա Եվրոդաշինքը դա կլինի, թե Եվրոդաշինք պլյուս կլինի ինչ որ էլի ուժեր միավորված, այո։ Եվ պետք չի նաև Գյումրիի հետ համեմատել այն իմաստով, որ համապետական ընտրությունները միշտ գնում են նաև այլ օրակարգերով, անվտանգային, արտաքին քաղաքական, Գյումրիում ինչ արտաքին քաղաքականությունից խոսենք կամ ուրեմն անվտանգային ինչ օրակարգերից խոսենք։ Այդ պրոռուսական ուժերն են, որ բոբո են սարքել Եվրոդաշինքին, ասում են. «Օ, դուք գալիս եք, որ թուրքերը գան, դուք գալիս եք, որ ռուսներին հանեք, թուրքերը գան մեզ գրավեն, մորթեն, ուտեն, հոշոտեն, ես ինչ անեն»։ Այդ վախերը տարածում են հերթական շատերի վրա դա ազդում է, գիտեք, երբ որ մանավանդ ժամանակը քիչ է եղել մարդկանց բացատրել, որ այդ ռուսական բազան տրոյական ձի է, ավելի վտանգ է, մենք տեսանք ադրբեջանական սահմանին ոնց եկավ պաշտպանեց ու պատկերացրեք նույնը լինելու է նաև Աստված չանի, եթե հանգարց մի օր ինչ որ վտանգ սպառնա Թուրքիայից, որը որ կարծում եմ պետք է դիվանագիտական ճանապարհով լուծել, մանավանդ այդպես ոչ մի սպառնալիք միջև հիմա չի եղել Թուրքիայի կողմից, բացի 93 թվականից, երբ որ հայկական ուժերը մտել են Քարվաճար Եվ Wikileaks-ից եւ այլ տեղերից մենք իմանում ենք, որ Թուրքիան այն ժամանակ պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա եւ ամերիկացիները թույլ չտվեցին իդեպ։ Դա էլ մի կարևոր հանգամանք, որ պետք է հաշվի առնել։ Բայց այսօր Թուրքիայի հետ փորձ է արվում հարաբերությունները կարգավորել։ Հենց այդ կարգավորման դեմ էլ նաեւ ուղղված է լինելու այդ փափուկ ուժ կոչվածը, որ տեղեկատվական terror պատրաստում են իրականացնել, բա ինչ են տեղեկատվական terror-ը։ Ուզում եմ հիմիկվանից ասեմ այդ նարատիվները, անգիր գիտենք, բոլորը գիտենք։ Թուրքիայի հետ հարաբերությունները վտանգավոր են։ Ով որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է թուրքական գործակալ է, Թուրքի ես իմ շպիոն է, ուզում է Թուրքիան գա այստեղ սա գրավի, բոլորիդ մորթի եւ այլն, այդ մեկ։ Երկրորդը, ով որ ուզում է որ ուրեմն եվրոպական ինտեգրումը լինի, ուզում է այստեղ ընտանեկան արժեքները ոչնչանան, բոլորը դառնան գեյ բան, այսինքն այդ նույն բաները, ինչ որ Գյումրիում նույնիսկ օգտագործին տիմի ժամանակ։ Եվ երրորդը այդ անվտանգային Ադրբեջանի հետ բաները, որ սուտ խոստումները, որ Հիմա թե նամակ են գրում, չէ՞, Բալասանյանի այդ նամակը հայտնի Պուտինին, հա, որ Վիտալի Բալասանյանի, որ բան անեք, մի բան արեք, հուսով ենք մի փոքրիկ մեջբերում բերեմ, որպեսզի ցիտատով լինի, մեջբերումով։ Հուսով ենք Վիտալի Բալասանյանն է գրում, բաց նամակով ռուսաց թագավորին, հա։ Հուսով ենք ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը, հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները կվերադառնան իրենց պատմական հայրենիք։ Այդ Պուտինի միջնորդությամբ ինչու է Վիտալի Բալասանյանը կարծում, որ Պուտինի միջնորդությամբ այդ հարցը այդպես հեշտ կարող է լուծվել եւ ինչու պետք է Պուտինը միջնորդի, եթե դուք այդ թեմային անդրադարձաք։ Ես արդեն այդտեղ տրամաբանություն չեմ տեսնում, ես այնտեղ տեսնում եմ ուղղակի ծառայամտություն։ Հիմա այդ մարդը ծառայում է Ռուսաստանին հաստիկով, թե ծառայում է ուղղակի որտեղ իր մտածողությունն է ծառայամիտ։ Այդ արդեն իր խնդիրն է։ Բայց փաստ է, որ դա ծառայամտություն է, այսքան բանից հետո Ռուսաստան արեց Արցախի գլխին նախ եւ առաջ։ Երբ որ մենք ասում ենք այստեղ, որ կոսովացման միակ տարբերակը այն է, որ դուք արևմուտքի միջոցով դա անեք, որովհետեւ կոսովացում Ռուսաստանը երբեք չի անում։ Իսկ մեր առաջարկը կոսովացումն էր, որ գոնե այնպիսի պայմաններ ստեղծվի, որ միջազգային զորքեր այնտեղ մտնեն, անվտանգություն ապահովեն, կարգավիճակի հարցնել, թեկուզ ուժ քննարկվի, եւ քննարկվի ինչ լինի, բայց գոնե անվտանգությունը ապահովի, այնտեղ մարդիկ մնան։ Չէ, պետք է լինեն անպայման ռուսական խաղապաններ, միջև վերջել Արայք Հարությունյանը գնում էր ասում էր ՄԱԿ-ի զորքեր բերեք, բայց ռուսական խաղապաններ պետք է մեջը լինեն։ Ֆրանսիացիներն էլ զարմացած ասում են, բա մեզանից ինչ եք ուզում, հա, գնով Ռուսաստանի խաղապան եք ուզում, գնացեք Ռուսաստանի հետ բանակցեք։ Եվ երբ որ ասվում էր գոնե Ադրբեջանի հետ ուղի բանակցություններին Միացյալ Նահանգների առաջարկած գնացեք մասնակցեք, նույնիսկ դա չարեցին, հա, այդ նույն Բալասանյանների նաև ակտիվ մասնակցությամբ Արայք Հարությունյանը չնայած հակված էր, որ գնա Սոֆիա, Բրատիսլավա, հա, ու Սոֆիան մերժեցին հիմնականում, Բրատիսլավան արդեն ադրբեջանցիները մերժեցին։ Չեք կարծում, որ Արցախյան խաղաքարտը կօգտագործվի այդ փափուկ ուժը։ Միանշանակ, բա ինչ եմ ասում։ Հիմա էլ նաև սրում են արցախցի հայաստանցի այդ նարատիվը, եւ շատ ցավալի է, որ նույնիսկ իշխանություններից որոշ մարդիկ տրվում են այդ գործընթացին այդ սրելուն, չգիտես ինչի, այն ինչ որ մի քանի արցախցի կարող են հելնել միտինգ անել իրենց սոցիալական խնդիրների համար,
ինչքան էլ այնտեղ քաղաքականացման փորձեր լինի նաև նախկինների այդ քրեա օլիգարխիայի կողմից, չի կարելի այդ մի քանի հազար հոգով դատել ամբողջ 100 հազարանոց մեր Արցախահայության այդ համայնքի մասին։ Սոցիալական խնդիրներ ունեն, պետք է բարձրաձայնեն։ Դա էլ մի կողմից, այո։ Ունեն բարձրաձայնելու եւ հասնելու միանշանակ համամիտ եմ եւ հարցերի լուծմանը։ Այդ հարցերի ինտեգրման պետք է լուծվի։ Չեմ ասում, որ միակողմանիորեն այդ մարդիկ ճիշտ են, որովհետև իրենք էլ պետք է մի քիչ ավել ջանքեր գործադրեն աշխատատեղեր իրենց համար գտնելու, որևէ աշխատանքին համակերպվելու, հասկանալով, որ կրկնակի ավելի քիչ չդատենք եւ այս թեմայի մեջ այդ չմտնենք, հա, որովհետև սա մեծ թեմա է։ Չէ, դատելու հարց չկա, կա օբյեկտիվ իրականություն ներկայացնելու, որպեսզի այնպեսի տպավորություն նաև չստեղծվի, որ այդ մարդիկ, ովքեր որ այդ պայքարը մղում են դուրս են գալի հրապարակներ նաև իշխանությունների հետ ուզում են այդ բանավեճը սկսել, իրենք ամեն ինչում ճիշտ են։ Ոչ, ես բազմաթիվ արցախցիներ գիտեմ, որոնք որ լավ էլ գտել են իրենց տեղը, ինտեգրվել են, աշխատանքել են գտել, ինչքան էլ որ այդ աշխատանքը վարձատրվում է ավելի ցածր, քան Արցախում էր վարձատրվում, որտեղ դա հիմա այսպես է Հայաստանի պայմանները, մենք ավելի շատ այդ գումարներ տրամադրել ենք ժամանակին Արցախին, որ այնտեղ ամենաբարձր աշխատավարձը լինի, մարդիկ լավ զգան իրենց այնտեղ։ Բայց այստեղ հասկանալով այդ ամեն ինչը համակերպել են եւ մեզ այդ հավասար այդ պայմաններին համակերպվում են եւ աշխատում են։ Ես կոչ կանեի նաեւ նույն հաջողությամբ նաեւ զինված ուժերում մասնակցեն ավելի ակտիվ մեր Արցախահայությունը, հա։ Այդ խնդիրները կա, դրա մասին չբարձրաձայնել չի կարելի։ Բայց եթե մենք հակադիր ես գիտեմ այդ խոսակցությունները, բերում եմ հակադիր ձեզ տեսակետ, ասում են չեն վերցնում այնց նույն, դուք ասեցիք զինված ուժերում, նրանք կարող են օգտագործել, վերցնել աշխատանքի մեծ փորձ ունեցող 30 տարի վերջապես այնտեղ մարդիկ զինվորները զինվորական աշխատանքը հրաշալի են։ Գիտեմ, այդ ինչ դեպք է եղել, որ չեմ վերցրել, չեմ ուզում ասեմ ընդհանրապես այդպես թեմա է։ Չեմ ուզում ասեմ ընդհանրապես որ այդպիսի դեպքեր չկան, գուցե ինչ որ այդպես խտրական դեպքեր եղել են, բայց հիմնական տենդենսը այն է, որ չեն գնում, որտեղ այնտեղ կրկնակի երակի պակաս է այսօր վարձատրությունը հայկական բանակում, քանց Արցախում են այդ մարդիկ ստանում։ Եվ մեկ, երկրորդը, չեն ուզում, որտեղ ոչ իրենց համապատասխան պաշտոններ են ուզում, օրինակ այնտեղի Բարսաշճյան սպաները, որ շատ դեպքերում նույնիսկ հակացուցված ընդհանրապես որևէ պաշտոն ստանան այստեղ, որտեղ մենք տեսանք այնտեղ ինչ էին անում այդ սպաները եւ ինչ արեցին։ Ես երբ որ ասում եմ նկատի ունեմ զինվորականությանը նախ եւ առաջ, այն շարքայիններին, սպայական ներքևի այդ կազմին, ստորին սպայական կազմը, հա, ասենք լեյտենանտներ, կապիտաններ եւ այլն, որոնք որ իրենց հայրենասիրության ցույց են տվել, պայքարել են, պատերազմին մասնակցել են։ Ես նրանց նկատի ունեմ։ Այնպես որ այստեղ խնդիրներ կան, որ հա, բայց ինչի շեղվեցինք։ Ամեն դեպքում իշխանությունները սխալ են անում, երբ որ թույլ են տալիս իրենց տարբեր ներկայացուցիչներ այդ հայաստանցի արցախցի այդ բաժանման նարատիվը խորացնեն, որտեղ դա հենց նույն այդ ռուսական Կիրիենկոյի այսօր անվանենք արդեն, հա, Կիրիատրների այսպես հիմնական թեզն է լինելու, որպեսզի այդ էլ մի առանձին խումբ իրենց հենասյուն դարձնեն տարբեր իրենց գործակալական ցանցեր այստեղ առաջ մղելու համար։ Հաջորդ թեման էլի վերաբերում է ռուսական ազդեցությանը, ռուսական լրատվամիջոցներին։ Այստեղ հասարակության մեջ մեծ ալիք է բարձրացել Տիգրան Հակոբյանի հայտարարությունը, որ ֆրանսիական, կարծեմ, երկու հեռուստաալիք փորձում են Հայաստանի մուլտիպլեքսում ներգրաված լինել եւ Տիգրան Հակոբյանը ասեց մեր կանոնադրությամբ, մեր սահմանադրությամբ արգելվում է օտար երկրա ուրեմն ալիքները, որպեսզի մուլտիպլեքսում լինեն։ Եվ ժողովուրդը հարցնում է, այդ դեպքում ռուսական ալիքները ինչ են անում մեր մուլտիպլեքսում, դուք դրա մասին տեղյակ եք։ Իհարկե տեղյակ։ Համեցեք։ Դա ոչ միայն սահմանադրության խախտում է։ Դա նոնսենս է։ Միակ երկիրը հետխորհրդային, միակ որտեղ որ ռուսական հեռուստաընկերությունները հեռարձակվում են մուլտիպլեքսով, Հայաստանն է։ Դուք պատկերացնում եք, Ադրբեջանը վաղուց դուրս է շպրտել բոլոր այդ ալիքները ուրեմն իր տարածքից, այն Միջինասիական Հանրապետությունն են, մնացածին չեմ ասում։ Դուք մի անգամ լսել եք, որ ռուսական որևէ հեռուստաընկերությամբ ասեն, «Այ տեսեք, Ադրբեջանը մեզ հանեց»։ Ոչ, գովում են միայն Ալիևին։ Սպուտնիկն են։ Գովում են, հա, միայն Սպուտնիկի դեպքում այն շուտ բաներ ասեցին։ Բայց էլի հանեցին Սպուտնիկը։ Վերջը հանեցին, բայց Սպուտնիկը մուլտիպլեքս չէր, էլի, այո, հա, անգամ մուլտիպլեքս չէր։ Գովում են Ալիևին, տեսեք ինչքան դպրոցների հարցում աջակցում է մեզ եւ այլ։ Մի առիթ են, պսես փոքր առիթ են ուտացնեն գովան, բայց Ռուս-Ադրբեջանը մի կողմ է։ Չէ, մի կողմ չի, ո՞նց է մի կողմ։ Մի կողմ չի, բա դրանից պետք է հենվել ռուսների դեմը դնելու։ Ռուսների դեմը դնելուց այդ ամենագլխավոր փաստարկն է, որ մենք իբր թե ձեր դաշնակիցն եք ամեն ինչում ասում եք, շատ կարեւոր է Հայաստանը, ԵԱՏՄ անդամ եւ այլն եւ այլն,
բայց Ադրբեջանին հանելու համար ձեր ալիքները մի հատ թթուխոս չեք ասում, իսկ մեզ նույնիսկ քննարկման ժամանակ օրիցի բաներ են քննարկում, սկսում եք ավել պակաս դուրս տալ։ Հարցը հասարակության մեջ հետևյալն է, ձևակերպման մեջ է, օտար երկրյա հեռուստատեսությունները, հեռուստաընկերությունները, արդյոք Ռուսաստանը օտար երկրյա հեռուստաընկերություն չէ։ Ուրեմն լսեք, բացի դրանից, այդ պայմանագիրը, որ կնքվել է, որը պետք է հեռարձակվեն, երկկողմանի է։ Հայկական ալիքներն ռուսական մուլտիպլեքսով պետք է հեռարձակվեն։ Ինչ են ասում ռուսները, ասում են դե տեխնիկական հնարավորություններ չունենք։ Իա, բալուսես։ Բա որ տեխնիկական հնարավորություններ չունեք ամբողջ Ռուսաստանում հայկական ուրեմն ալիքները սփռելու։ Բայց պարզը չէ ինչ չեն անում, որովհետև իրենց համարում են, որ համարժեք չի 3 միլիոնանոց Հայաստանում ռուսական գովազդային շուկան, այսինքն ընդամենը 3 միլիոնով ավելացնել իրենց հեռուստաընկերությունները, չեմ ասում իրենց քարոզությունը տարածելու համար, եւ հանկարծ փոքր Հայաստանին տալ 150 միլիոնանոց շուկայում իր ուրեմն հեռուստաալիքները, որը կարա ռուսերեն հնչի եւ արդեն նաեւ հայկական քարոզչություն գնա, թույլ տալ հեռարձակվել։ Չնայած Հայաստանից քարոզություն չի գնում ինֆորմացիա, որտեղ մենք ժողովրդավարական երկիր ենք, այդ քարոզությունը գնում է ավտոկրատ երկրներից, հա, պետական մասշտաբով նկատի ունեմ հանրային հեռուստաընկերությունների մակարդակով։ Բայց ամենայն դեպս, եթե դուք չեք անում, ուրեմն մենք լրիվ լեգիտիմ պատճառ ունենք այդ չեղարկելու այդ պայմանագիրը։ Չէ, մեր չինովնիկները, մեր ղեկավարությունը վստահ եմ նաև Նիկոլ Փաշինյանը անձամբ որևէ կերպ չի ուզում նաև այդ հարցում խզի հարաբերությունները կներեք, էլի դա հարաբերություններ խզելու հետ ինչ կապ ունի։ Անվտանգության հետ երկրի կապ առնչվում է այս հարցում։ Ոչ միայն առնչվում է, Կիրիենկոն հենց այդ դրա վրա է հույսը դրել, բա կիրիատրների հիմնական գործառույթը ինչ է լինելու։ Այդպիսի կանալների միջոցով այդ գաղափարները սկսել փափուկ հեռարձակել։ Իմանալով մանավանդ, որ նույնիսկ եթե շան լապնել թափեն առաջի դեմքերի գլխին էլ իրենց հեռուստաընկերությունները, մաքսիմում կարող է մի շաբաթով ասեն, բա անհարմար չեք զգում, Նիկոլ Փաշինյանը հասցեին, ինչ ասես, ասում եք, մի շաբաթով ձեզ հեռարձակումը զրկում ենք, հա։ Այդքան ժողովրդավար երկիր ենք մենք, այդ աշճանի ազատ մամուլ ենք։ Ազատ մամուլ ենք, թե պետական մտածողություն չունենք եւ ոչ մի ավանդույթ չունենք պետական մտածողության։ Ես կարծում եմ, որոշ մեր չինովնիկները վախեր ուղղակի պետք է բռնել։ Ինքան են վախեցած, որ հանգարց Ռուսաստանը մատ թափ կտա այդ հարցով, որ նույնիսկ Ռուսաստանը կարող է իր մասով այդ պայմանագիրը խախտել, մեկ է մենք ասելու խնդիր չկա, դե որ տեխնիկական հնարավորություն չունես, ոչինչ, մենք հասկանում ենք, ըմբռնում ենք եւ այլն։ Հայ-ամերիկյան հարաբերություններ ենք դիտարկում, աչքովս ընկավ Ռուսաստանի ուրեմն ինչ որ զեկույցեր հապկի հետ կապված, այսպես էր հապկ պատասխանատվության գոտում իրավիճակը։ Եվ այսպես զեկույց էր երկիր պետություն առ պետություն, որոնք հապկ պատասխանատվության գոտում են գտնվում, ձևակերպում այսպես էր իրավիճակը շարունակում է մնալ բարդ եւ ունի վատթարացման միտում, սա ընդհանուր էր։ Խոսքը գնում էր Հնդկաստան, Պակիստանի միջև լարվածության հետևանքները, անհանգստություններ, որ Պակիստանը Կենտրոնական Ասիայի մուսուլմանական երկրների հետ հապկի անդամների վրա ճնշում գործադրելու համար կարող է կապերը խորացնել, այլ հարցեր կար եւ առանձին կետով գնում էր Հայաստանը, Հայաստանի մասին մի քանի բան նշված էր, որ Վրաստանն է, այսպես առաջարկել իր միջնորդական ծառայությունները Ադրբեջանի հետ խթանելու Հարավային Կովկասում տարածաշրջանային երկխոսությունը եւ համագործակցությունը եւ այսպիսի ձևակերպում կար եւս մեկ միջնորդ այն երկրից, որտեղ բողոքի ցույցերը շարունակվում են, սա Վրաստանին այսպես թեթև հեգնանք էր կարծում եմ, եւ Փաշինյանի մասով, Հայաստանի մասով շարունակվում է, որ Փաշինյանը պայմանագիր է կնքել ամերիկյան լոբիստական ընկերության հետ, որը կդպաստի Հայաստանի դրական կերպարի ձևավորմանը Միացյալ Նահանգներում, որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կարևորագույն ռազմավարական եւ աշխարհաքաղաքական գործընկերոջ։ Հաջորդ նախադասությունը էլի թեթև հեգնանք էր եւ դա այն պայմանում, երբ Փաշինյանի գլխավերևում կախված է իմպիչմենտի հարցը։ Իմպիչմենտի հարցը գուցե հետագայում մի քիչ ավելի ուշ կքննարկենք, եկեք տեսնենք ինչն է անհանգստացրել Ռուսաստանին հապկին։ Հայաստանը պայմանագիր է կնքել ամերիկյան լոբիստական ընկերության հետ, որպեսզի վարկանիշը Հայաստանի բարձրացնի Միացյալ Նահանգներում։ Այլ տեղերից եւս մենք ծանոթանում ենք, որ նախ դեսպանի ժամկետն է կարծես թե 6 ամիս հետո լրանում Հայաստանի
դեսպանի Միացյալ Նահանգներում նոր տեխնատության մասին են խոսում են, որ չեն կարողանում ուղիղ կոնտակտի դուրս գալ վարչակազմի հետ եւ կար ոչ ճշտված տեղեկություն, որ փորձ են անում եւ կարող է մայիսի վերջին, հունիսի սկզբին ինչ որ հանդիպում լինի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների։ Այսպիսով ձեր գնահատմամբ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները ինչպիսին են, եթե խոսքը գնում է լոբիստական ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին, որպեսզի մեր վարկանիշը բարձրանա։ Երբ որ ես աշխատում եի Ռաֆի Հովհաննիսյանի հիմնադրած ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում որպես սփյուռքի եւ տնտեսության հարցերով փորձագետ, թերևս առաջինն եմ եղել, որ հայկական լոբիզմը ԱՄՆ-ում մեծ մենագրություն եմ գրել, շատ մանրամասն ուսումնասիրել եմ եւ կարող եմ ասել, որ շատ ուշացնում են, եթե նոր են կնքում այդպիսի պայմանագիր լոբիստական կառույցների հետ Միացյալ Նահանգներում։ Դա Միացյալ Նահանգներում օրինական պրակտիկա է, գրանցվում է, ամեն ինչ տապանցիկ է եւ իրենք նաեւ մեղադրում են, որ այդ ընկերություններին միջև այդ թուրքերն էին վարձակալել եւ այլն, լավ չի, որ թուրքերին սպասարկողները հիմա Հայաստանին պետք է սպասարկեն, ասենք ինչ տրամաբանություն է, չեմ հասկանում։ Այդ մեկ, երկրորդը ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Ուրեմն տեսեք, ՀԱՊԿ-ը գնալով ավելի այսպես վտանգավոր կառույց է դառնում նրա անդամների համար։ Հատկապես այն անդամների, որոնք որ օրինակ մոջահեդների հետ, աֆղանական եւ պակիստանյան այդ խնդիրների հետ ուղիղ առնչություն չունեն։ Օրինակ Բելոռուսը, որը վաղը կարող է ստիպված լինի զորք ուղարկել Տաջիկստանին պաշտպանելու համար աֆղան մոջահեդներից, ու հիմա մոջահեդներ չեն, թալիբներ են, բայց ալի մոջահեդներ են ըստ էության։ Եվ շատ լավ է, որ Հայաստանը սառեցրել է, բայց լավ չի, որ դուրս չի եկել։ Օր առաջ պետք է դուրս գալ, որտեղ վաղը ասելու են, տեսեք, մենք նեղն ենք ընկել, իսկ դուք չեք պաշտպանում մեզ, այդ էլ կլինի քվիթ իրանց համար, որ մենք ձեզ չպաշտպանեցինք, երբ որ Ադրբեջանը հարձակվեց, բայց դուք էլ մեզ չպաշտպանեցիք, այնպես որ այդ դավաճանությունը փոխադարձ է։ Դրա համար պետք է դուրս գալ, որ միակողմանի մնա այդ դավաճանության խարանը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ճակատին, որ դուք ձեր պայմանագրային պարտավորությունները կատարող չեք։ Այդ մեկ եւ երկրորդը իհարկե ՀԱՊԿ-ը դառնում է նաեւ այդ մերձավոր արևելքի, միջին արևելքի ավելի շուտ խնդիրներին ներքաշվելու վտանգավոր մի հատ օղակ։ Մենք ինչ պետք է անենք այնտեղ, ում դեմ ենք կռվելու, ում որոշմամբ ենք ում դեմ կռվելու։ Պարզ է, չէ՞ որ այդ որոշումները մենք չենք կայացնելու։ Կրեմլում ում որոշեն, նրա դեմ էլ պետք է կռվենք, եթե ՀԱՊԿ-ի անդամ շարունակենք մնալ եւ հանկարծ ստիպված լինենք ինչ-որ զորք ուղարկել։ Դոնբասի պատմության ավելի լայց տարբերակն է լինելու։ Եթե մեր որոշ քրյա օլիգարխիկ մնացուկներ ասում են պետք է կծվենք Ռուսաստանին, ակնհայտորեն դրանից բխելու է, որ նաև Ռուսաստանը այստեղից է նախ եւ առաջ թնդանոթի մի ստանելու Դոնբասում սպանելու համար եւ տասնյակ հազարներով արդեն եւ չի հարցնելու արդեն մեզ, որտեվ այդ դեպքում եթե մենք կծվելու ենք Ռուսաստանին, ըստ ինքնիշխան պետություն, ժողովրդի ենթակա իշխանություն, որը պետք է որոշումներ կայացնել, չի լինելու։ Լինելու ինչ որ մի հատ գուբերնատոր, որը ինքը արդեն ամբողջ ուժային համակարգը տիրապետելով, այսպես գայկաները ձգած կգա տներից կհավաքի կտանիում, որ պետք է Դոնբասում կռվելու, հա։ Իսկ դա նույնը ավելի լայց տարբերակով կարող է լինի ՀԱՊԿ-ում, եթե էլի եմ ասում ենք օր առաջ ՀԱՊԿ-ից ընդհանրապես դուրս չգանք։ Եվ միշտ առիթները լինում են, ցավոք սրտի չեն օգտագործում այդ առիթները, անդադ sense գցելով լավ մի ուրիշ առիթի սպասենք, որ այդ նույն մուլտիպլեքսից ռուսական այդ հեռուստաալիքները դուրս շպրտելու պատմությունն է։ Անդադ sense ոտները կախկցել, ասել լավ, մի կարող ավել լավ առիթ լինի, այս մեկը այդքան էլ լավ առիթ չի, որ կարող հանգարց կոշտ հակադարձեն։ Գլխներս ինչ արեցես արեցին, դրանից ավել ինչ կոշտ հակադարձել։ Բոլոր այդ առիթները կորցրեցիք, չօգտագործեցիք, ցավոք սրտի։ Եվ հիմա այդ Պակիստան-Հնդկաստանի պարագայում անհանգստություն կա, որ դա կարող է մտնել ՀԱՊԿ-ի այսպես երկրների մեջ, այդ խնդիրը տարալուծվի այդ երկրների մեջ եւ այո ներքաշի երկրները ստիպված։ Տեսեք կենտրոնական Ասիայի մասին են խոսում եւ ասում են ՀԱՊԿ անդամների վրա ճնշում գործադրելու համար կարող է օգտագործել։ Դեք շատ խառը պատմություն է միջին արևելքը։ Բոլորը բոլորի դեմ են, այն որ ասում շունը տիրոջը չի ճանաչում, ով դաշնակիցն է։
Մի կողմից տեսեք, Թուրքիան աջակցում է Պակիստանին, Պակիստանա-հնդկական այս առճակատման մեջ։ Նույնիսկ ուղիղ հայտարարում են դրա մասին։ Դե պատահական չի, իրենք լավ սերտ երրյակում են, չէ՞, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան։ Բայց մյուս կողմից Պակիստանը խնդիրներ ունի Աֆղանստանի հետ։ Այնպես չի, որ Աֆղանստանը լրիվ Պակիստանի հետ է։ Եվ այստեղ Աֆղանստան-Հնդկաստան համագործակցության եզրեր են բացվում։ Հաշվի առնելով նաև Աֆղանստան ինչ հսկայական արսենալ է կուտակել ամերիկացիներից, որ թողեցին ամերիկացիները գնացին 80 միլիարդ դոլարի զենք զինամթերք են թողել Աֆղանստանը։ Երրորդ կողմը Միջին Ասիան մտածում են, որ այդ հրդեհը կարող է նաև անցնել այնտեղ, որտեղ Աֆղանստանում տարբեր ուժեր կան իրար դեմ պայքարող նաև, ինչքան էլ որ հիմա թալիբները այդ հակասությունները մեղմել են, բայց դա էլ մի օր ինչ որ հարցով կարող է պայթել, այդ թվում Պակիստանի հարաբերությունների հարցը կարող է դառնա դրա անկյունակարը։ Այնտեղ կան ուզբեկական ազդեցության խմբեր, բավականին ուժեղ, տաջիկական, որ ամենաուժեղն են, նո էլ պուշտուներ չեմ ասում, որոնք որ գլխավորն են այնտեղ, հա։ Եվ չգիտես այնտեղ ոնց կդասավորվի, հա, այդ ամեն ինչը։ Ուտեղ մենք ենք։ Ամբողջ խնդիրը այդ նույնն է։ Մենք այդտեղ գործ չունենք, դրա համար եմ ասում։ Մենք այդտեղ ընդհանրապես գործ չունենք եւ գոնե լավը սարեցրել ենք, չենք մասնակցում ոչ մի բանի, հա, բայց պետք է դուրս գալ, ընդհանրապես պետք է դուրս գալ։ Եվ այսպես հայ-ամերիկյան հարաբերություններում դուք լարվածություն տեսնում եք, թե ոչ։ Այս պահին։ Ճիշտ ասած, հայ-ամերիկյան հարաբերություններում լարվածություն ինչ-որ դրսևորում պետք է ունենա։ Ինչու՞մ պետք է դա դրսևորվի։ Ինչով պետք է դժգոհ լինեն ամերիկացիները։ Գիտեք ինչ, ռոպագանդայից, այսպես ասպարեզից է դա, այստեղ, այնտեղ, այսպիսի ձևակերպումներ կան։ Հայ-ամերիկյան հարաբերությունները ոնց որ թե լարված են, Հայաստանը չի կարողանում լեզու գտնել Միացյալ Նահանգների վարչակազմի հետ, այսպես հանդիպում ես, տպավորություն է, որ ընդհանուր տեղեկատվական երանգ է ձևավորվում, արդյոք դա ճիշտ է, թե դա նպատակը այլ է։ Ես կարծում եմ մեր որոշ հակաիշխանական դեմքեր իրականությունը իրենց ցանկալի հետ չեն կարողանում համատեղել։ Իրենք գուցե շատ ցանկանում են, որ Հայաստանը լարվի իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, որպեսզի էլի գցեն մեծ Ռուսաստանի գիրկը։ Բայց ես ավելի շատ հակված եմ հավատալ Միացյալ Նահանգների իշխանությունների խոսնակներին, այլ ոչ թե այստեղի ինչ որ տարբեր իրենց վերլուծաբան հռչակած անձանց։ Հիմա տեսեք, Միացյալ Նահանգների նախագահը ուղերձում ցեղասպանության օրվա հետ կապակցությամբ հստակ ասում է, որ մենք խորացնելու ենք, շահագրգռված ենք, սպասում ենք զարգացմանը, այն ռազմավարական գործընկերության համաձայնագրի խարտիայի, որը ստորագրել ենք։ Ընդ որում ստորագրել են Բայդենի օրոք։ Դա էլ ձեզ շախումատ են մարդկանց, որոնք ասում են, հե սա գալու է չեղարկի այդ բանի տեղ չեն դնելու, նա Բայդենի ասածներ ինչ պետք է ընդունի, բայց պարզվեց, որ Միացյալ Նահանգները ամեն դեպքում կան խորքային շահեր, որը որ Թրամփի ադմինիստրացիան շարունակում է հետևել։ Միջուկային համագործակցության, միջուկային կայանների համագործակցության մենք մտել ենք արդեն հաջորդ փուլ ավելի բարձր մակարդակով, ավելի կոնկրետ խորքային քննարկվում է կոնկրետ դետալներ արդեն այդ միջուկային ռեակտորների Հայաստանում կառուցելու, հա։ Ասենք ինչով է արտահայտվում այդ լարվածությունը, ես տենց չեմ հասկանում, էլի։ Միակ բացասական բանը ասում եմ, որ այդ ընդհանրացումը, որ արվեց Ռուբիոյի կարծեմ, չէ, Ջիջի Վենսն էր կարծեմ ասաց, որ մենք հիմա այդ միջնորդություններ էլ ստենդը չենք վազելու, դա կարող է ուղղակի անուղղակիորեն ազդել, որ ադրբեջանցիները Ալիևը ասեն, հա լավ, այլ քիթները չեն խոթի մեր խնդրի մեջ, բայց էլի չեմ կարծում, դա ավելի շատ ուղղված էր հենց կոնկրետ Ուկրաինա-Ռուսաստանի հարցին։ Բացի այդ, հեռախոսազանգերի միջոցով էլ են նրանք ակտիվ աշխատում։ Բացի այդ, իրենք 1 տրիլիոնից ավել բյուջե են պահանջել, Թրամփը առաջարկել է կոնգրեսին 1 տրիլիոնից ավելին հասցնել ռազմական ծախսերը 13%-ով ավելացնել ռազմական ծախսերը, դուք պատկերացնում եք, այսինքն դա մի երկիր, որը որ ոչ միտեղ չի պատրաստվում ոչ մի միջնորդություն անել եւ ռազմական որևէ միջամտություն անել, ինչի է այդ աշճանի զարգացնում, չնայած բարձրանդ է Չինաստանի խնդիր կա եւ վերջապես նույն Միացյալ Նահանգները պետք է հատկապես նաեւ համեմատի, չէ, մեր քաղաքականությունը արտաքին մեր հարևանների քաղաքականության հետ եւ Ադրբեջանի հետ հակադարձամատական պետք է լինի, չէ՞, նաեւ իրենց վերաբերմունքը Հայաստանի։ Երբ որ Ադրբեջանը գնում է Ալիևի մակարդակով պետական այցի անում Չինաստան, ռազմավարական գործընկերության պայմանագիրն է ստորագրում, տասնյակից ավել պայմանագրեր են ստորագրում խորացնելու, ուրեմն դա չի մտահոգելու ամերիկացիներին։ Դրանի հակառակ դա Հայաստանը չեն ուզենալու խորացնել հարաբերությունները, որը որ ոչ միայն Չինաստանի հետ նման պայմանագիր չունի, այլ իրենց հետ ունի եւ իրենց հետ պատրաստ է խորացնել, երբ որ իրենց զորքերն են այսօր մասնակցում հայ-ամերիկյան զինավարություններին Հայաստանի տարածքում,
Հասկանում եք, մենք միակ երկիրն ենք տարածաշրջանում, որ Թուրքիան չհաշված, որ ՆԱՏՕ-ի անդամ է, որը այդպես պրո-ամերիկյան է ի տարբերություն մնացածին, որոնք նաև Չինաստանի հետ են խորացնում, օրինակ Վրաստանը երկուսի հետ էլ ունի խարտիա գործընկերության, բայց Ադրբեջանը միայն Չինաստանի հետ ունի, Միացյալ Նահանգների չունի։ Այսինքն մենք այստեղ էլ ենք շահեկան դիրքում Միացյալ Նահանգների տեսակետից։ Չեմ հասկանում, ինչու՞ է այդ լարվածությունը արտահայտվում։ Եվ վերջում տնտեսական մեկ հարց ուղղեմ ձեզ։ Հայաստանի պետական պարտքը արդեն կազմում է 13 եւ 6 միլիարդ դոլար։ Ես որքան հիշում եմ, դուք ինձ կուղեք, եթե սխալ եմ հիշում, այդպես չեմ նշել ինձ մոտ, չեմ ստուգել մինչ եթերը ներող եղեք, 18 թվականին, երբ Փաշինյանը եկավ, 6 միլիարդ դոլար էր, կամ 6.5, հիմա դարձել է 13.6, համարյա թե կրկնապատկվել է, դա մտահոգիչ է, թե մտահոգիչ չէ։ Սկսենք նրանից, որ բոլոր պետությունները պարտք վերցնում են սպասարկելու համար իրենց բացասական սալդոն, բյուջեի դեֆիցիտը ավելի շուտ։ Ուրեմն տեսեք, բացարձակ թվերը պարտքի ոչինչ չեն ասում։ Ասում են դրանց հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի հետ։ Մեր համախառն ներքին արդյունքը ավելի քան կրկնապատկվել է, եթե չեմ սխալվում, 18 թվականի համեմատ։ Եվ այս պայմաններում տոկոսային առումով, եթե երեկ թե այսօր էր ֆինանսների նախարարը ասում էր, որ նույնիսկ մի քիչ նվազել է տոկոսային առումով այս տարի, գոնե առաջին եռամսյակում այս տարվա, ուրեմն պարտքի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի մեջ։ Ինչ է դա նշանակում։ Երկրորդը նաև շատ կարևոր է արտաքին պարտքի եւ ներքին պարտքի հարաբերակցությունը, որը մեր մոտ բավականին շահեկան է, որտեվ շատ երկրներ, այն էլ մեր վիճակում գտնվող զարգացող կամ մի քիչ ավելի մեր վիճակում էս միջին տիպի երկրները ավելի շատ արտաքին պարտք են անում, որտեվ ներքին ռեսուրսներ չունեն եւ այդքան վստահություն չունեն սեփական բնակչության մոտ, որ բնակչությունը պարտք տա իրենց։ Իսկ այդ պարտքը ոնց են տալիս, պարտատոմսեր են գնում պետական, Բայց քանի որ Հայաստանում դրամը կայուն է եղել այս ամբողջ ընթացքում, ավելին արժևորվել է դոլարի հանդեպ 22 թվականին 25%-ով արժևորվեց, 25%-ով, պատկերացնում եք, բոլոր նրանք, ովքեր այս դրա մասին մի անգամ խոսել եմ արդեն, մի տեսակ նաև գովազդ դարձավ մեր պետական պարտատոմսերի, բայց ես միայն ուրախ եմ, ինչքան մեր բնակչությունը ավելի շատ պարտք տա մեր պետությանը, այնքան մեր պետությունը պարտք կլինի սեփական բնակչությանը եւ այդ տոկոսները, որ տալիս է Նաև սեփական բնակչությանը կտա, որ սեփական բնակչությունը հարստանա, չէ՞, իսկ բարձր տոկոսները, 9-10% պետական պարտատոմսերը որ տալիս է, իսկ արտաքին պարտքը ավելի էժան է բնականաբար, բայց խնդիր չկա, ավելի էժան է, որտեղ ինքը դոլարով է, եվրոյով է, արտարժույթով է։ 7.5%, եթե չեմ սխալվում, ես վերջինը, չնայած ահագին թանկացել է։ Նախորդը եվրոբոնդերը, որ մենք գնեցինք, 5 քանի տոկոս էր, իսկ առաջին ընդհանրապես ավելի էժան էր, 4-4.5% էր։ Դե թանկանում են, ընդհանրապես շուկայում է թանկանում, հիմա անկայուն վիճակ է նաև եւ այլն, բայց նույնիսկ այդ պարտքը իմաստունի վերցնել, տեսեք, նույնիսկ եթե այդ պարտքը ուրիշ բանել չանեն, վերաֆինանսավորեն, մեր բանկային համակարգին տան, այդ բանկային համակարգն էլ բիզնեսներին տա, մենք այսօր բիզնեսները 15-20%-ով պարտք են վերցնում, վարկ են վերցնում, չէ՞։ Ավելի լավ չի, ավելի էժան վերցնեն։ Եթե 7.5%-ը հնարավոր է վաղը 10-11-12%-ով հիպոթեկային վարկեր տալ, բիզնեսներին տալ, սպառողական վարկեր տալ, շուկան աշխուժացնել, Բայց ես ներկայացրեցի, որ 18 թվականի համեմատ ահագին բարձրացել է, գրեթե կրկնապատկվել է, եթե ոչ ավելին։ Դուք տեսել եք, որ դա այդպես ծախսվի, ինչպես դուք եք ներկայացնում։ Նու հիմնականում նաև այլ ծախսեր է արում, մենակ պետությունը ռազմական ծախսեր է անում։ Բայց ռազմական հսկայական բեռը, որ մեր վրա հիմա այդ մրցակցությունը Ադրբեջանի պես հարուստ պետության հետ մենք մտել ենք այդ մրցակցության մեջ, բայց պետք է հաշվի առնենք, որ այո, այդ ծանր բեռը մեր վրա պետք է ինչ-որ ձևով արտացոլվի։ Եվ վերջո պարտքի սպասարկման խնդիր կա։ Պարտքի կառուցվածք կա։ Տեսեք, Ռուսաստանից մենք 500 միլիոնանոց շատ վատ պայմաններով պարտք ունենք նախորդ իշխանություններից մնացած։ Դա փոխվեց այդ եվրոբոնդերի շնորհիվ, որովհետև եվրոբոնդերը շատ ավելի լավ պայմաններով են, շատ ավելի էժան են, եւ եթե մեր վարկը, միջազգային ֆինանսական վարկը ավելի բարելավի, մենք վաղ ավելի էժան տոկոսներով պարտ կարող ենք վերցնել միջազգային նաև հիմնադրամներից, որովհետև մի բան է եվրոբոնդերը, որը
7.5%-ով ենք վերցնում, հա։ Մի բան է համաշխարհային բանկից, ուրեմն միջազգային արժութային հիմնադրամից վերցվող պարտքերը, որոնք որ շատ ավելի էժան են բնականաբար, շատ ավելի բարենպաստ պայմաններ են, բայց տրվում են կոնկրետ ծրագրերի համար, հա։ Հիմնականում, չնայած կառուցվածքային վարկեր, եթե չեմ սխալվում, սակերը էլի կար այդ միջազգային կառույցներից։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, որ պետք չի այդպես շատ վախենալ պարտքերից։ Կարևոր է որ դրանք լինեն կառավարելի, կառուցված կլինի լավը, տոկոսադրույթները լինեն էժան եւ համախառն ներքին արդյունքի համեմատ ինքը նվազի, ոչ թե աճի։ Ցանկալի է որ նվազի, բայց նույնիսկ եթե աճի, մենք մեր մոտ այնպիսի հարաբերակցություն չի, որ դա մտահոգիչ լինի։ Միացյալ Նահանգները 130% է համարյա 37 տրիլիոնի պարտք ունի։ Պատկերացնում եք, 37 տրիլիոնի Գերմանիա եւ այլն երկրներ կան, որոնք որ շատ հսկայական, մեզանից շատ ավելի մեծ իրենց համախառն ներքին արդյունքի համեմատ պարտքեր ունեն։ Ես չեմ ասում որ պարտքը լավ բան է, որտեվ այդ վերջ-վերջով նրանց սպասարկումը ծանր բեռով նստում է պետության վրա եւ ելի եմ ասում, լավ կլինի որ այդ պարտքը բնակչությունը տա, որ այդ սպասարկումն էլ փողը տնում մնա, տանը մնա, կոպիտ ասած, ընտանիքում մնա, հա, այդ պարտքը որ բնակչությունը տալիս է, դրա տոկոսադրույթներն է գնա բնակչությանը հարստացնի։ Բայց եթե ուրիշ տարբերակ չկա եւ դրսից նաեւ պարտքեր վերցնելու ստիպված ենք վերցնել, լավ կլինի գոնե դրանք օրինակ եթե ռազմական ծախսերի վրա է գնում, գնա ռազմարդյունաբերության զարգացման վրա, որպեսզի մենք ներսում թողենք նաեւ այդ ծախսերը, ոչ թե հետո դրսից զենք գնենք եւ այդ փողը մեծ տոկոսներով ըստ էության, որտեվ ավելացած արժեքը ռազմական արտադրության մեջ շատ մեծ է։ Կարող է, ասենք, նույն X երկրի վրա լավ որևէ երկրի ինչով վիրավորեն, X երկրի վրա նստել 1 միավոր որևէ զենքը, մեր վրա վաճառի 3 միավորով, կամ գոնե թեկուզ 2 միավորով։ Ինչի եթե մենք կարող ենք մեր ռազմական արդյունաբերությունը զարգացնել, դրա համար պետք է ԳՀՊԿ-ն զարգացնել, գիտահետազոտական եւ փորձարարական աշխատանքները եւ փորձարարական կոնստրուկտորական աշխատանքները, որը մեր մոտ կաղում է։ Այդքան 100 միլիոնների հասցրեցինք ուրեմն ռազմական ծախսերը մեր ռազմարդյունաբերության ներողություն ծախսերը, բայց այդ հիմնականում գնում է գնումների վրա, բայց ԳՀՊԿ-ի վրա, որը միակ հեռանկարն է սեփական ռազմարդյունաբերություն զարգացնելու, ոչ մի կերպ օրենսդրության վատը լինելու պատճառով, կարգավորումների վատը լինելու պատճառով, այդպես էլ առաջ չի գնում այդ հարցը, որ զարգացվի ԳՀՊԿ-ն եւ ոչ միայն ռազմարդյունաբերական ոլորտում, գիտության մեջ ընդհանրապես գիտության վրա ծախսերը պետք է շեշտակի ավելացվեն։ 3% է հասնում գիտության վրա ծախսերը Իսրայելում։ Համախառն ներքին արդյունքի համեմատ եմ ասում։ Հասկանում եք, մեր մոտ 1%-ին էլ չի հասնում։ 0.75 էր, հիմա գոնե մի քիչ բարձրացրեցին, բայց չի կարելի այդքան ցածր տոկոսով դու գիտություն չես կարող զարգացնել։ Գիտությունը զարգացնելու միակ տարբերակն է, որ 3%-ի հասնես։ 1%, 1.5%-ով դու կարող ես ընդհանրապես եղած վիճակում պահես գիտությունը, որ չոչնչանա։ Մեր մոտ 20 տարի ոչնչանում է։ Դրա համար այդքան հետ ենք ընկել գիտական ասպարեզում։ Այդ ամբողջը կապ ունի մեր պարտքերի հետ, մեր տնտեսական զարգացման հետ եւ մնացած հարցերի հետ։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուշուձյանն էր մեր զրուցակիցը, զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ձեզ։